անվանել եւ քանի որ սրանցից մարդիկ փախչում են նաեւ որովհետեւ Հայաստանը Երևանը բոլոր վիճակագրությամբ համարվել է տարածաշրջանի ամենաթանկ երկիրը Երևանը համարվել է ամենաթանկ քաղաքը ես հիմա չգիտեմ ում եմ դիմում որովհետեւ մենք իշխանություն եւ կառավարություն չունենք բայց ուզում եմ ահազանգել որ Հայաստանում դեղորայքի գները եւ հատկապես ծանրագույն հիվանդությունների քաղցկեղի մի քանի անգամ տեղեր կա որոնց համեմատ երկրներ կա տասնյակ անգամ թանկ են մակարդակի երկրներից էլ Վրաստանում ուրեմն 3 անգամ 3-4 անգամ թանկ են ավելին մարդը որ հնարավորություն չունի իր հարազատի կյանքը փրկելու համար գնում է Վրաստանից քիմիայի ամբողջ կուրսի դեղը բերում է քիմիոթերապիայի Վրաստանում կանգնացնում դեղորայքը վերցնում են ասում է դու տանում ես ծախես ասում է չէ 12 կուրս են քիմիոթերապիա նշանակել ես չեմ կարող ամեն օր գնալ եւ Վրաստանից առնել բա այդ տնտեսական մրցակցության հանձնաժողով կա բա դուք քանի միլիոն աշխատավարձ եք ստանում բա մի հատ գնացեք դեղատները բայց մի հատ Նիկոլի գրպանում վերընկած դեղ ներկրող օլիգարխներին ասեք այ վիժվածքներ այս ինչ եք անում ասում են գլխին ալենն է կանգնած դեղերի բիզնեսը ինձ չի հետաքրքրում ով որ կանգնած է դատվելու եք վաղը դուք հասկանում եք մի հատ նայեք ես չգիտեմ ամենածանրագույն հիվանդությունների համար նախատեսված դեղորայքից մինչև ճնշման դեղեր, մինչև աչքի կաթիլներ, նայեք մի հատ գները, ինչ արժի Վրաստանում, ինչ արժի Մոսկվայում, ինչ արժի Մինսկում, ես չգիտեմ Ստամբուլը դուք կիմանաք, ինչ արժի ձեր սիրելի Ստամբուլում եւ ինչ արժի Երևանում սա գենոցիդ է մի հատ նայեք պետպատվերի անվան տակ ոնց են թալանում մարդկանց հիվանդությունների տեսակ կա որ պետպատվերով է գնում է պիտի անհապաղ բուժում ստանա ասում է գնա պետպատվերը պրծելա կամ արի 6 ամիս հետո 6 ամիս հետո այդ մարդը քաղցկեղից մեռած է ալնելու Դուք հասկանում եք, սա էլ մի յուրօրինակ ցեղասպանություն է, լավ դուք ես ինչ աղետ եք, լավ դուք ես ինչ արհավիրք եք, արհավիրք, եւ հիմա դիմում եմ ընդդիմությանը, նորից եմ ասում, չհամարձակվի ձեզանից որևէ մեկը թփրտա եւ մեղադրի ժողովրդին, ասելով, որ ժողովուրդը պատրաստ չի, ժողովուրդը ամեն օր մերժելով այս ազգակործան վիժվածքներին, սպասում է ընդդիմադիր առաջնորդության, որ հանեք փողոց եւ չասեք, մի հատ ֆռացին գնացեք տուն, ինչ եք նստել Ինչ եք լրվել խորհրդարանում Այս շաբաթ եկող շաբաթ 10 օրից 20 օրից Ինչ եք անում խորհրդարանում Գնում եք նստեք որ սենց Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը այսպես պահեն ձեզ հա որ 7 պատերազմ բերածը կանգնի ասի դուք եք բերել արյուն ու պատերազմ հա Չի կարելի հասկանում եք չի